ակցիոնից մի քանի բան առա, չհասցրի երեկվա վլոգի մեջ ցույց տամ։ Հիմա միասին դատարկենք դանակներից սրանք վերցրի։ Հիմա բացեմ էլ նայենք չափերը ոնց որ թե հարմար են։ Հեսա բացեմ նայենք, անդադ նայում էի, որովհետև դանակ ու չէի գտնում իմ ուզածը։ Ikea-ից առել էինք, բայց լավը չի։ Հեշտ դուրս չի գալիս։ Րոպե կտրեմ, չափերը ոնց որ լավը լինի։ Կարևորը որ ծայրերը հաստոտ չլինեն։ Նայեցի ոնց որ հաստ չէին։ Միշտ ունեն մենք մի դանակ, որ ամենաշատն ենք օգտագործում։ Սրանք էլ մնացին մեջը։ Հա, ոնց որ լավն է, բարակ են, ծայրերը բարակ են։ Չափերն էլ է շատ լավ։ Այս դանակները լավ էր եղավ վերցրի։ Այս մոմերից եմ վերցրել, սիրում եմ շատ սրանք թեյլիղտը։ Հիմա հենց մի հատ կփորձարկենք, մի հատ ամեն ինչ դատարկեմ, հետո այս ամանի մեջ ուզում եմ մի հատ դնեմ վառեմ։ Այս ընկույցներից վերցրի, դե ակցիոնից ինչքան գնում եմ առնում եմ, շուկայում կիլոն 20 եվրո էր, իսկ թվում է, հա, այս երևի ավելի թանկ է, քան շուկայինը, այնտեղ 20 եվրո էր, սա էլ 100 գրամը 2 քանիս, այս ավելի թանկ է, փաստորեն շուկայում էժան էր։ Այս սիրունը առա, վերջը որոշեցի այս մեկը վերցնեմ, նրա այն գլխի բանը դուրս չէր գալիս, բայց չգիտեմ սրա մեջը հիմա մենք ինչ-որ բան պետք է դնենք, որ վառվի, հա, էլեմենտ պետք է դրվի, Աշոտ էլեմենտ ունենք, չէ, էլեմենտ ունենք, չէ, մի հատ որ խնդրեմ սրա մեջ էլեմենտ կդնես տաս, մի րոպե ես կտրեմ, էլեմենտ կտաս սրա մեջ դնեմ։ Ինչ ա էլեմենտ է։ Այս ատամ դու դիր, հա։ Այս ատամ Աշոտ ես դնի, մինչև Աշոտը կնայի, մեծերից ասում է պետք, սիրունը։ Իմանա էլեմենտ էլ կանի, գիտեմ, որ միշտ ունենում ենք շատ էլեմենտ, դրա համար մտքովս էլ չանցավ ճիշտն ասած, ես երկու գույնը վերցրի, որոշեցի ոսկե գույնը վերցնեմ կարմիրի հետ, հիմա էլ չբացեմ, արդեն ձեզ պարզ էին սրանք այս շղթաները, այս այլ վերցրի, դուրը շատ եկավ, Կարելի անգամ դնել այստեղ այս միջանցքում ու մեջը բանալներ բաներ դնել, սիրուն է, չէ։ Ես պետք է առել բերել եմ նոր մտածեմ էլ ինչ նպատակի պետք է ծառայե, բայց հիմնական ինձ թվում է հենց այդ բաների մոտ էլ դրած էր, այդ միջանցքի բաների մոտ էր դրած, ինձ թվում է երևի իմ ասած ամենահարմարը կլինի, որ մեջը բանալներ բաներ դրվել։ Դե կտեսնենք արդեն, սիրուն է շատ, ինձ որ դուր եկավ, ձեզ դուր գալիս է։ Ահա, պես, ասեցի երկու բան եմ առել ընդամենը, մեկ էլ խուրմա եմ առել, ակցիոնի խուրման ու ընկույզը անպայման միշտ առնում եմ, գիտեք, հիմա ոնց որ ասեցի, այս մոմերը պետքա վառեմ, ասեք բացեմ, Ամանը տանեմ ջուր լցնեմ, մի հատ այս մոմերից հանեմ, ինքան անուշ են, սրանց հոտը ինքան լավն է, շատ եմ սիրում ես սուրբ ծննդի ժամանակները այս մոմերը։ Ժամացույց եմ նվեր ստացել հես նոր անակնկալ, ուզում եմ միասին բացենք ժամացույցը, որ մի քանի տարի օգտագործում էի,
իջացել էր ու անդադ հետաձգում էի, չի առնում, հիմա նվեր եմ ստացել։ Հիմա բացենք, մի հատ նայենք։ Վրային էլ բացեմ, սիրունա շատ, շատ սիրունա, հիմա մի րոպե տեսնեմ, ես երբ պետք է դնեմ լիցքավորվի։ Հաճարով փլավ եմ եփում, սոխարած եմ արել, սունկը ավելացրել եմ սոխարածի վրա տապակել ու հաճարը լցրել եմ մի քիչ բովել, եռացրած ջուր եմ լցրել, մի բաժակ հաճարին, 2 բաժակ մի քիչ էլ ավել ջուր, աղ եմ լցրել սև ու կարմիր պղպեղ, մի փոքր էլ քրքում եմ լցրել, ծածկեմ մի քիչ էլ եփվի ու պատրաստ է։ Երբեք չեք գուշակի, թե ինչով է սա պատրաստված։ Ինչով է պատրաստված, ժողովուրդ ջան, շատ կզարմանաք, լոբով, կարմիր հատիկ լոբով, ինքան համով դեսերտ է։ Այդ նոյեմբերի 11-ին, որ մեքենաները չի կարելի փողոցում կանգնացնել, այս რა արդիվ է, փաստորեն ձմեռ պապիկն է հյուր գալու այդ օրը, այդ շուկայի օրը։ Ամեն տարի գալիս է, նվերներ է բաժանում երեխաներին։ Արդեն պատրաստվում են կառնավալին, այդ բանն է լինելու իրանց պրինցի ընտրությունը, ամեն տարի կառնավալից առաջ արքայազն են ընտրում, կառնավալի արքայազն։ Ու հետո կառնավալին վերջը գլխավոր դերում ինքն է, հիմա նայեք հագուստները արդեն վաճառվում են ալստի կառնավալի։ Ձգի խանութ է, բայց այս մասնավոր խանութները թանկ են, սա սաղմոնը 35 եվրո արժի կիլոն։ Կաբելյա ու բասի, ես չգիտեմ հայերեն ինչն է, 50 եվրո է կիլոն։ Քնից առաջ Վիլյամ Սարոյան եմ կարդում։ Այս գրքի մեջ 2 վիպակ կա, առաջինը, որ արդեն վերջացրել եմ, մայրիկ, ես սիրում եմ քեզ, շատ եմ սիրում էդ, շատ համարյա անգիր հիշում էի, բայց էլի կարդացի, հիմա կարդում եմ հայրիկ դու խենթ ես։ Ինքան հաճույքով եմ կարդում Վիլյամ Սարոյան, շատ եմ սիրում, շատ, երբեք չեմ ձանձրանում, չգիտեմ, հատկապես երևի նրանից է, որ գրել է ծնողների մասին, այս իմ Հիմալայան լամպն է, ինքան հանգստացնող լույս է արձակում։ Երեկոները միշտ միացնում եմ քնելուց առաջ, այս մեծ լամպն էլ, սրա լույսը շատ սուր է, դրա համար չեմ միացնում, այս սրա տակ եմ կարդում։ Քնից առաջ անպայման կարդում եմ մի քանի թերթ, նոր քնում եմ։ Նախկինում հեռախոսով էի զբաղվում, հիմա չէ, հեռախոսով միացնում եմ հանգստացնող երաժշտություն ու գիրք եմ կարդում։ Կերեք ման գալիս, սիրուններ ջան։ Հա։ Ոչ մի բան չարան գործես ուտելիքն գոնե։ Այն գործի օրերին գոնե մեկ-մեկ, որ պեչենի բան եմ վերցնում, գցում եմ։ Ես վերջերս էդ էլ չեմ վերցնում հետս։ Բրոկոլի ունեմ, գցեմ այսպես մի քանի րոպե խաշվի։ Աղ չեմ լցնում ջրի մեջ, հենց այսպես պետք է խաշեմ։ Հետո բան կանեմ, աղ կլցնեմ, մի փոքր ձետ, կիտրոնի հյութ, սև պղպեղ, այսպես աղցանի տիպի։ Մի հատ խառնեմ, շատ երկար էլ չեմ եփելու, երևի մի 3 րոպե այդպես, որ շատ չփափկի։ Աշխատանքի եմ պատրաստվում։ Այսօր աշոտը տանը չի, որ ինձ տանի, այսինքն հիմա տանը չի, որ ինձ տանի, ես պետք է ոտքով գնամ մինչև կայարան, այսինքն ահագին ժամանակ է ինձ պետք է շուտ դուրս գամ ավելի։ Թթուս այնքան համով է, արդեն կեսից քիչ է մնում, հանել եմ, որ էլի ճաշի հետ կուտեմ, բոլորս էլ սիրով ուտում ենք, շատ լավն է, շատ համով թթու է։ Այս պղպեղները կծու չէին, այնպես որ կծու չի ստացվել, բայց այսպես իրոք արտակարգ թթու է ստացվել։
Ես էլ վիտամին D-ը հենց սեղանի վրա եմ թողել, որ չմոռանամ, հաց ուտելու ժամանակ պետք է խմեմ, որը մի հատ խմում եմ։ Սկսվեց արդեն առանց արև եղանակները, այսօր բայց մի քիչ լուսավոր է, մի քիչ իբր արև կա էլի, այն էլ Իգնատիրի հետագիծն է։ Այնա մի հատ էլ այնտեղ է գնում, այսա։ Աշոտին ասում եմ, արի սրանք հանենք, այս վարդն ու այս ծառը, չգիտեմ, հենց այնպես բանա ծառը աճում է, այս ասում եմ, արի հանենք, այս հողը փոխենք, այս սրա միջի ու ծաղիկներ ցանենք։ Այնտեղին ծաղիկներ դուրս շատ եկան, որ տեսանք դրսում, այն ձեզ էլ ցույց տվեցի, մի երկու տեղ կա այնտեղին ծաղիկներ դրած, հələ տեսնենք, կարելի է այդպես անել։ Այստեղ ոնց որ արդեն նայեք ինչ վիճակ է, չորացել է, երեկ էլի մի հատ կարմիր չերի եմ վերցրել, այստեղ էլի կանաչները կան։ Ջուրը քամեցի, հիմա կավելացնեմ մի քիչ սև պղպեղ, բրոկոլին այնքան սպիտակուցներ է պարունակում, շատ լավ պահում է, աղ կավելացնեմ, դե քանի որ ջրի մեջ չէի լցրել, հենց այսպես էի ուզում լցնել, այստեղ ունեմ խաղողի կորիզի յուղ, որ հարուստ է վիտամին E-ով, շատ հարուստ է, մի քիչ այս ցեթից կլցնեմ, այդքան շատ էլ չեմ ուզում լցնեմ, ու կիտրոնի հյութ։ Մի հատ խառնեմ, շատ համով է ստացվում այս աղցանը, արագ, հասարակ ու շատ համով, ու շատ սննդարար։ Աբսես ձևավորեցի, կարևոր է դե ինչ ենք ուտում, բայց շատ կարևոր է իմ համար նաև տեսքը, միշտ այսպես սիրուն դնում եմ աբսեի վրա, նոր ուտում եմ։ Հաճարը սնկով, բրոկոլի, թթու, որ հաճարը լավ ուտվի, բանջարեղեն ու 2 կտոր այս կոշտ բաներից եմ դրել։ Այս իմ համ նախաճաշնա, համ ճաշնա, մինչև ժամը 4-ը 4:30։ Այնպես որ պետք է առավոտ լավ ուտել, որ էներգիան հերիքի, որ աշխատենք, դիմանանք։ Կարճ ասած, սիրելիներս, ես հիմա ուտեմ, որ դուրս գամ։ Բարի ախորժակ բոլորին, ովքեր պատրաստվում են հաց ուտեն։ Բարի ժողովուրդ ջան։ Հազար բարի, ժողովուրդ ջան, բարի լույս ձեզ։ Գործ ենք գնում, գործի եմ գնում, Աշոտը տանում է կայարանի չասնի։ Տանից դուրս եկա, հարևանուս հանդիպեցի են 96 տարեկան կնոջը։ Առավոտ ես նայում էի, պատուհանները փակ էին, ասում եմ, տեսնես, այսուր ահո հիվանդանոց բան չի։ Էն էլ լավ էր, տանն էր, շոր էր թափ տալիս պատուհանից։ Բարևեցի, ասում եմ, ոնց ես, ասում եմ, լավ եմ, դու ոնց ես, ասում եմ, լավ եմ, ասում եմ, գործի եմ գնում, չի լսում, ասում եմ, գործի եմ գնում, ասում եմ, դե չէր լսում, ասում եմ, ինչ, ասում եմ, գործի եմ գնում, գործի, գնում եմ աշխատելու, ասում եմ, հա, կներես, լավ չէր լսվում, ասի ոչինչ։
տրանսպորտներից իջել եմ, գործի եմ գնում, 10 կամ 12 րոպե քայլեմ կհասնեմ։ Մտածում էի ժակետ չպետք է հագնեի, բայց չէ, պետք էր։ Ընդ կայարանում Սինթ Պիտերսում լավ էլ սառը քամի էր, ցուրտ էր։ Ինչևէ, այստեղ քամի չկա, հագին լավ է։ 3 օր իրար վրա աշխատեմ, ժամ ու կես վճարովի արձակուրդ ունեմ, որ պետք է անպայման վերցնեմ։ Եթե չվերցնեմ, էլի կվճարեն, բայց ավելի լավ է վերցնեմ։ Կամ պետք է ամբողջ օրը չգնամ, կամ էլ գնամ գործի ժամ ու կես շուտ դուրս գամ, ես երևի հենց այդպես էլ կանեմ։ Գործի տեղ արդեն հարցրել եմ, որ շաբաթ օրը գնամ, ժամ ու կես շուտ դուրս գամ, գործի չեմ պատասխանել։ Հիմա այսօր զբաղված են, չեմ կարա նորից մտնեմ հարցնեմ, բայց վաղը երևի մեյլով կհարցնեմ։ Ընդհանրապես մեյլով ամեն ինչ հարցնելը, ասելը լավ է, որ հետո ապացույց ունենանք։ Տեսեմ, եթե բան լինի, շաբաթ օրը կգնամ գործի, բայց մի ժամ ու կես շուտ կվերջացնեմ գործը։ Ինչևէ, սիրելիներս, հիմա այստեղ արդեն կենտրոնին եմ հասնում, շատ են մարդիկ, այս ոսկու խանութներ, որ ասում էի մեկ-մեկ են ներս թողնում, տեսեք, դրսում սպասում են։ Հիմա անջատեմ, ես գնամ, չնայած խանութում գործ չունեմ, բայց եթե հասցնեմ, մի քիչ կնայեմ։ Անընդհատ է, մարդը այստեղ նստած, անընդհատ։ Այստեղ էլ քամին ուժեղացավ, այն փողոցով, որ անցնում էի փակ էր, երևի փողոցը քամի չկար, այստեղ լավ ուժեղ քամի է։ Հենց քամիա հեռախոսս շարժում է։ Այս Մակդոնալդսը փակել վերանորոգում էին, ոնց որ վերջացրել բացել են։ Այստեղ մի լավ խանութ կա, այստեղ էլ են սիրուն զարդարանքներ ունենում, վաղուց չեմ մտել, այսօր ժամանակը չի ելիքի, որ մտնեմ, 18 րոպե է մնում, որ գործը սկսեմ։ Տեսեմ, երբ կհարմարացնեմ, կմտնեմ, ձեր համար էլ կնկարեմ։ Վերիտաս խանութն է, մի 2 տարի առաջ, որ ժամանակ էի ունենում իրիկունները, այստեղ ես մտում բանման էի առնում ու գործում էի։ Այստեղից շուղեր բաներ էի առել, իրիկունները գործից հետո նստում գործում էի կամ շուղերով կամ հելյունով նոր էի սովորում, շատ աներվերը հանգստացնում, անգամ գնացքի մեջ հետը ստանում գործում էի, ուղղակի հաճույքի համար, հանգստանալու համար։ Հիմա որ սկսել եմ վիդեոներ նկարել, էլ դրա համար ժամանակ չի մնում։ Իդեպ ինձ հարցեր էիք տվել, ես սիրով կպատասխանեմ, բայց այսպես ոտի վրա չէ, հանգիստ կպատասխանեմ ձեր հարցերին։ Հասցրի ոչ մախանթում նկարեմ, ժամանակ չունեմ սիրելիներս, հիմա մի անգամից ես հրաժեշտ տամ, կհանդիպեք հաջորդ վլոգում, հաջողություն, լավ մնացեք։